Գիծը գալու է, անցնում է այս կուխնի։ Աստեղ մեր արդեն վաքսինքը տեղադրենք։ Պավլիկ Պետրոսյանի ընտանիքը վերջապես կազատվի բալոնով գազ գնելու հոգսից։ Տանտիրուհին այլևս վախվորած չի հետևի կարմիրին տվող կրակի վերջին բոցերին։ Գազը, որ վերջապես իրենց տունել կմտնի, էականորեն կթեթևացնի ընտանիքի կենցաղը։ Փայտի վառարանը կփոխարինեն ջեռուսման կաթսայով, իսկ գազօջախի վրա կերակույր եւ պահածոներ կպատրաստեն, չմտածելով, որ գազը կսպառվի։ Պահածոները, որ սարքում եմ գազով, չի։ Հերիքը 25 կիլոնոց բալոն է։ Դեսի ասենք բրծնում է օրեր կա, որ ասենք չենք ունենում գազ։ Պետրոսյաններն ապրում են Ծաղկալանջի նորակառույց թաղամասերից մեկում, որտեղ ի սկզբանե գազ չի եղել։ Գազիֆիկացնելու խնդրանքով բնակիչները տարիներ շարունակ դիմել են պատկան մարմիններին։ Խնդիրը լուծում է ստացել մինչև համայնքների վերջին խոշորացումը։ Իսկ հիմա, երբ նախկին Խոյ համայնքն իր գյուղերով վաղարշապատի կազմում է, ծրագիրը մտել է ավարտական փուլ։ Կառուցվել է ավելի քան 2000 մետր գազատար, տեղադրվել է բաշխիչ կայան։ Ունենք 6 թաղամաս, որ նոր գազաֆիկացվել է, 6 փողոցից 5-ը նոր փողոցներ են, իսկ մի հատ փողոց կա, որ շուտվա փողոց է, էլի, վաղուց կար այդ փողոցը, իսկ այդ 5 փողոցները նոր ստեղծված, նոր տներ են կառուցվում, ասենք ամեն փողոցում ունենք մի 4-5 տուն, բայց ընդլայնվող է։ Ծաղկալանջի մասնակի գազիֆիկացումն իրականացվել է սուբվենցիոն ծրագրով, բյուջեն ավելի քան 36 միլիոն դրամ է, 45%-ը պետությունն է ֆինանսավորել։ Գյուղում կապույտ վառելիքի բաժանորդների թիվն ավելացել է եւս 39-ով։ Յուրաքանչյուր բնակիչ գազատարը տուն եւ խոհանոց կհասցնի իր միջոցներով։ Պետք է մոտիկանանք գազի գրասենյակ, մեր դիմումը ներկայացնելուց հետո իրանք հաշվարկում են, չափում են։ Իսկ Անին, որ 10 տարի առաջ է բնակություն հաստատել Հայթաղի նորակառույց թաղամասերից մեկում, չի սպասել գազատարի կառուցմանը, շտապել խողովակաշարն իր միջոցներով է անցկացրել եւ մինչեւ հիմա սպասում է միացումներին։ Սա նոր գիծ է, բոլորի համար է նախատեսված, բայց իվը առանցին է։ Մեր ուժերով վարկի միջոցով բերեցինք։ Ավելի քան 3000 մետր գազատար էլ կառուցվել է Հայթաղի նորակառույց թաղամասում դարձյալ սուբվենցիոն ծրագրով։ Արժեքն ավելի քան 62 միլիոն դրամ է, պետության մասնակցությունը 45, համայնքինը 55% է։ Այստեղ եւս ծրագիրը կյանքի է կոչվել մինչև համայնքների վերջին խոշորացումը։ Խոշորացումը կարճ ժամանակահատվածում ապացուցել է իր արդյունավետությունը, վարչական ռեսուրսի միավորումը, այլ ծախսերի կրճատումը եւ միասնական մոտեցումը բերել է նրան, որ մենք այդ միասնական բյուջետային հնարավորությունները օգտագործում ենք կոնկրետ թիրախային առաջին հերթին հրատապ լուծումներ պահանջող խնդիրների համար։ Պետություն համայնք համաֆինանսավորման մի ծրագիր էլ կգործի Հայթաղի նորակառույց թաղամասերը բարեկարգելու համար։ Վարչական ղեկավարի պաշտոնակատարի խոսքով տեսանելի ապագայում այս թաղամասերում եւս շինարարական տեխնիկա կաշխատի։ Խճապատումը, ինչպես տեսնում եք, կատարվել է, ծրագրի մեջ կա։ Հիմա մոտ ապագայում ջուրը պիտի նոր ջրի մագիստրալ գործի, դրանից հետո արդեն փողոց առ փողոց կասֆալտապատվի։ Բացի Ծաղկալանջից եւ Հայթաղից գազիֆիկացման մասնակի խնդիր կա նաեւ Էջմիածնում, Արագածում, Դաշտում։ Վաղարշապատի համայնքապետն ասաց, որ գազիֆիկացման եւ այլ ենթակառուցվածքներն արդիականացնելու ծրագրերը շարունակական են լինելու։ Հայկուշ Ասլանյան, Հայկ Պետրոսյան, Լուրեր։